Իդեալ համակարգի խանութ սրահներից ձեռք բերեք կերամիկական սալիկների լայն տեսականուց ցանկացած սալիկ, իսկ սալիկին համապատասխան սոսին ստացեք ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am։ Շնորհակալություն մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում Հայաստան խմբակցության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությունների մասին որոշումը։ Նախ նշեմ, որ անշարժ գույքի միասնական համակարգի բարեփոխման շրջանակներում կադաստրային արժեքի փոխարեն հարկման բազա է սահմանվել գույքի շուկայական արժեքին մոտարկված արժեքը, զուգահեռաբար վերացվել է գույքի չհարկվող շեմը, վերանայվել են որոշ դրույքաչափեր։ Միաժամանակ հարկային բեռի բարձրացման սահունությունը ապահովելու նպատակով սահմանվել է, որ 21 թվականից սկսած գույքի հարկը վճարվում է նոր կանոններով, տարեց տարի բարձրանալով 25%, 30, 35, 50, 75 և հետագա 26 թվականից հետո արդեն 100% չափով, այսինքն այս փոփոխությունը ուժի մեջ է մտնում աստիճանաբար։ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ հարկային օրենսգրքով սահմանված 25 թվականի համար 75% չափով և 26 թվականի տարվա և հետագա տարիների համար 100%-ի չափով անշարժ գույքի հարկի հաշվարկման չափերը կիրառվում են միայն 200 միլիոն դրամից ավելի հարկման բազա ունեցող անշարժ գույքի մասով։ Երկրորդը, մինչև 200 միլիոն դրամ հարկման բազա ունեցող անշարժ գույքերի մասով 25 թվականի տարվա և հետագա հաշվետու տարիների համար անշարժ գույքի հարկի չափը հաշվարկվում է գումարի 75% չափով, այսինքն հաջորդ քայլը չի իրականացվում։ Հիմնավորման համաձայն արդեն իսկ հարկվում են նաև ցածրարժեք բնակարան կամ բնակելի տուն ունեցող անապահով քաղաքացիները, որոնք մինչ այդ ունեին գույքահարկով չհարկվելու արտոնություն։ Բացի այդ նշվում է, որ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կասեցնել 21 թվականից տարեց տարի զգալի չափերով ավելացող հարկման բեռի աճը, որն ունի հակասոցիալական և անարդար բնույթ։ Այսինքն, նախագծի ընդունմամբ ակնկալվում է վերացնել 26 թվականի հունվարի 1-ից հերթական շուրջ 30%-ի չափով գույքահարկի բեռի ավելացում նախատեսող օրենսդրական դրույթը։ Այստեղ պետք է նշեմ մի քանի հանգամանք։ Ինչպես հայտնի է, 21 թվականի հունվարի 1-ը անշարժ գույքի հարկման մինչև հունվարի 1-ը անշարժ գույքի հարկման նպատակով որպես հարկման բազա հիմք են ընդունվել կադաստրային արժեքները, որոնք եղել են խիստ թերագնահատված։ Այս իմաստով 21 թվականին իրականացված անշարժ գույքի հարկի համակարգի բարեփոխման նպատակը շուկայական արժեքին մոտարկված արժեքների հիման վրա հաշվարկվող համակարգին անցում կատարելը և դրանովից տեսանելի հարստության կամ ունեցվածքի համարժեք հարկում ապահովելն էր։ Երկրորդը, հատկանշական է, որ մինչև նոր համակարգի ներդրումը գործող գույքային հարկերի ամբողջ ներուժը կազմում էր համախառն ներքին արդյունքի 0.2%-ը, ինչը չափազանց ցածր ցուցանիշ է համադրելի երկրների համեմատությամբ։ Այստեղ պետք է նշեմ, որ տարբեր երկրներում այդ ցուցանիշը հասնում է 1, 2, 3%-ի։ Այսինքն, Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի հարկի ներուժը որպես համայնքային բյուջեների եկամտի կարևոր աղբյուր գործնականում գրեթե չի օգտագործվել։ Հատկանշական է նաև այն, որ համակարգի վերանայման արդյունքում 26 թվականի հարկի ներուժը 26 թվականին կանխատեսվող հնայի նկատմամբ գնահատվում է շուրջ 0.35%, այսինքն ավելացումը լինելու է ընդամենը 0.15%-ային կետով, ինչը նշանակում է, որ անշարժ գույքի հարկի բեռը դեռ շարունակում է ցածր լինել։ Կատարված աշխատանքների ընթացքում քննարկվել և գնահատվել են հարկման սանդղակների և դրույքաչափերի բազմաթիվ համակցություններ, որոնցից ընտրվել են հարկման իմաստով հնարավորին չափ արդար և համաչափ հարկում ապահովող տարբերակները։ Մեր կողմից կատարված վերլուծությունները ցույց են տալիս, որ մինչև 25 միլիոն դրամ արժեք ունեցող բնակարաններն ու անհատական բնակելի տները կազմում են բոլոր բնակարանների և բնակելի տների ավելի քան 85%-ը։ Այս խմբի գույքային միավորների մասով ամբողջ 6 տարվա ժամանակահատվածում հարկային բեռի բարձրացումը էական չէ և կարող է կազմել մինչև 20,000 դրամ։ 25-ից 200 միլիոն դրամ արժեք ունեցող բնակարանների և բնակելի տների կշիռը կազմում է 11%։ Այս խմբի մասով հարկի միջին կշռված աճը կազմում է 50,000 դրամ։ Սա տարեկան ցուցանիշներն եմ ասում։
Հատկանշական է այն, որ մինչև 25 թվականի ներառյալ այդ աճերի 75%-ն արդեն իրականացված է լինելու, հետևաբար նախագծի ընդունումը շատ փոքր ազդեցություն կարող ունենալ հարկային բեռի վրա։ Անշարժ գույքի հարկը սեփականության հարկ է, եւ այդ հարկի գծով պարտավորությունների չափ ուղղակի պետք է կախված լինի գույքի արժեքից։ Այսինքն, որպես հարկատեսակ դրա մեծությունը չպետք է կախված լինի գույքի սեփականատիրոջ սոցիալական կամ այլ կարգավիճակից։ Առաջարկությունը հակադրվում է նաև վերջին տարիներին իրականացվող հարկային քաղաքականությունը, ինչը դրսևորվել է ուղղակի հարկերի դրույքաչափերի նվազման եւ գույքային հարկերի համակարգի բարեփոխումների շրջանակներում անշարժ գույքի հարկման բազան համապատասխան գույքային միավորների շուկայական արժեքին մոտարկմամբ։ Այստեղ պետք է նշեմ, որ վերջին տարիներին մենք եկամտահարկի նվազեցումներ ենք ունեցել 23%-ից մինչև 20% եւ շահութահարկի նվազեցումներ ենք ունեցել, որը կազմում է 18%։ Ինչ վերաբերվում է այն դեպքերին, երբ սոցիալապես անապահով անձանց համար անշարժ գույքի հարկի գծով պարտավորությունների կատարումը կարող է խնդրահարույց լինել, ապա նշել ենք, որ օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն համայնքի ավականին համայնքի ղեկավարի ներկայացման եւ համայնքի ավականու սահմանված կարգով կարող է սահմանել անշարժ գույքի հարկի գծով արտոնություններ եւ դրանց մասով կայացնել հարկ վճարողի փոխարեն համայնքի բյուջեից վճարում կատարելու որոշումներ։ Այսինքն հարկային օրենսդրությամբ սահմանված են համապատասխան կարգավորումներ ըստ անհրաժեշտության համայնքների կողմից հարկի գծով արտոնություններ սահմանելու համար։ Հաշվի առնելով ասվածը, հայտնում ենք, որ նախագիծը ընդունելի չի։